Պարոն Փաշինյան, Հայաստանը շուտով միանալու է Թուրքիային, Ադրբեջանին, Հնդկաստանին, Պակիստանին, Ինդոնեզիային, Թայլանդին, Կամբոջային, Իրանին, Եգիպտոսին, Քենիային, Նիգերիային, Չիլիին, Կոլումբիային, Էկվադորին, Նեպալին, Լիբանանին եւ Ռուսաստանին, որտեղ պարտադիր է ԻՄԵ-ի կոդերի գրանցումը։ Ինչպես տեսակ, ցանկում բոլորը ոչ ժողովրդավար պետություններ են։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, արդյոք սա խնդրահարույց չի, որովհետև ոլորտի փորձագետները նշում են, որ սրանով մարդկանց անձնական տվյալներն է նույնականացվելու, թե որտեղ են գտնվում, ինչ հեռախոս են օգտագործում, ինչ համար են օգտագործում, սա է, դուք նոր հեգնանքով էիք նշում, որ բռնապետություն է, բայց ըստ էության, եթե սրան են գնում, ըստ փորձագետների, սա բռնապետության դեպի բռնապետություն գնացող լավ օրինակ է եւ դատական ոլորտի հետ կապված բան վարչապետ Երվանդ Խունդկարյանը կարծեք թե ամենալավ օրինակն է, թե ինչպիսի վետինգ իրականացրեցիք, որովհետեւ դուք հայտարարեցիք, որ այն դատավորները, որոնց պատճառով մի այդ վճիռներ են ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացվել, պետք է հեռանան կամ հեռացվեն, ձեր այդ հայտարարությունից հետո պարոն Խունդկարյանը նշանակվեց սահմանադրական դատանի դատավոր, ընդ որում ձեր քաղաքական ուժի խմբակցության կողմ քվեներով, սա ինչպես կմեկնաբանեք, սա է ձեր արած վետինգը։ Ուրեմն Հայաստանում կա բջջային հեռախոսների միլիարդների ստվերային շրջանառություն եւ պարզավոր այդ միլիարդները ստացողները հիմա այդ միլիարդների հարյուրավոր միլիոնները ծախսելու են լոբինգ անելու, որ վա եսա մարդկանց անձնական տվյալները հավաքելու են։ Մենք այդ հարցում լինելու ենք հրապարակային եւ թափանցիկ։ Եվ եթե չլինեն երաշխիքներ, որ մենք մարդկանց անձնական տվյալները ձեր ասածի համատեքստում չենք հավաքելու եւ չենք օգտագործելու, մենք այդ համակարգը չենք ներդնի, բայց մենք ակնկալում ենք նաեւ որ փորձագիտական հանրությունը, այդ թվում լրագրողները մեզ ասեն, թե ստվերային շուկայի դեմ ինչպես է պետք պայքարել։ Եվ ընդ որում մաքսային մասով գրպանով մարդիկ բերում են, գրպանով մարդիկ բերում են։ Հենց սահմանափակում չկա։ Գրպանով մարդիկ գնում են, գալիս են, բերում են, գնում են, գալիս են, բերում են։ Հիմա մարդկանց բոլոր գրպանները հատած ստուգենք, պետք է ասեք, բռնապետական երկիր է, մարդկանց գրպաններն են մտնում։ Մենք չգիտենք ոնց է դա տեղի ունենում։ Ինչքան կարելի է ձևացնել, թե մենք չգիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Գնանք փակենք խանութները, փակում ենք, ասում ենք, բաներին, քաղաքական հակառակորդներին հետապնդում են։ Բայց ստվեր է։ Երկիրը եկամուտներից զրկվում է, թոշակառուն թոշակից է զրկվում, երեխան դպրոցից է զրկվում, մանկապարտեզից է զրկվում, համայնքը ճանապարհից է զրկվում, լուսավորությունից է զրկվում, բայց հարցերին պետք է անդրադառնալ, թե չպետք է անդրադառնալ։ Շատ լավը չի, այդ համակարգ ալտերնատիվը տվեք, ալտերնատիվը տվեք։ Բոլորն ասում են, բանա, մաքսայինը թող վերահսկի։ Մաքսայինում աշխատավարձեր ենք բարձրացնում, որ հակակոռուպցիոն ասում են, վայ, մաքսայինի աշխատավարձերը բարձրացրին։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Կամ այնտեղ որտեղ մարդու գործոնի վրա է թողնվում, միշտ էլ գտնվելու է մարդ։ Միշտ էլ գտնվելու է մարդ։ Այդ այսինքն ակնհայտ չի դա։ Պետք է համակարգեր գործեն, որոնք երաշխավոր են դա։ Ես ասում եմ, եթե թող լայնորեն քննարկվի, բաց թող քննարկվի, եթե պարզվի, որ դա մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, մենք չենք անի այդ։ Բայց հարցին պետք է պատասխանենք, այդ ոնց շուկայի վերահսկողությունը ոնց պետք է անենք։ Եվ բազմաթիվ եվրոպական երկրներում նմանատիպ համակարգեր են գործում։ Եվ ելի եմ ասում են երկիրը, որ ուզենա ինչ որ տվյալ հավաքի եւ այլն, պետությունը միշտ եթե ուզենա կարող է գտնել լծակներ։ Եթե ուզենա կարող է այնպես անել, սկի դրա մասին չկռահենել։ Խոսքը դրա մասին չի, միլիարդներից վերային ապօրինի շրջանառություն է տեղի ունենում։ Ձեզնից են գողանում, բոլորից են գողանում, քաղաքացիներից են գողանում։ Այս խնդրի մասին է խոսքը։